YouTube-ով գումար կարող եք աշխատել ապրիլի վերջից կամ մայիսի սկզբից։ Սա ըստ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ բանավոր պայմանավորվածության։ Երևանը երկար ժամանակ բանակցություններ է վարել YouTube-ի և Google-ի հետ հարթակի գործընկերային ծրագիրը Հայաստանում ակտիվացնելու նպատակով։ Շարունակում ենք մեր երկխոսությունը PayPal ընկերության հետ, որը աջակցում է միայն գումարների փոխանցմանը, սակայն ստացումը դեռևս շարունակում է սահմանափակ մնալ, այստեղ մենք շարունակում ենք հետևողականորեն բանակցել գործընկերների հետ։ Այս պահին Stripe-ը շարունակում է անհասանելի լինել, դիտարկում ենք բանակցությունների արդյունքում դրա շուկամուտք գործելը, հայաստանյան շուկամուտք գործելը և ոչ միայն այս երկու ընկերությունների, այլև մի շարք ընկերությունների մասով բանակցություններ ենք իրականացնում։ Պաշտոնական տվյալով ռազմաարդյունաբերության ոլորտում պետական ֆինանսավորումը զգալի աճել է։ 2025-ին գիտահետազոտական և փորձարարական մշակումների համար հատկացվել է ավելի քան 21 միլիարդ դրամ, շուրջ 50%-ով ավելի նախորդող տարվա ցուցանիշից։ Նախարարի ասելով, աճը պայմանավորված է ֆինանսավորման նոր, պարզեցված կարգով և տեխնոլոգիական պատրաստության մակարդակի ներդրմամբ։ Shield AI ընկերության կողմից արտադրված Vibat տեսակի ԱԹՍ-ները, այդ տեսակի ԱԹՍ-ներ Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում։ Եթե արտադրեին, բնականաբար հարց չէր ծագի նման տեսակի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ արտադրանք գնելու, ներմուծելու և դրա համար մեկ շահառուն կամ շահագրգռված կողմը նախ և առաջ մեր նախարարությունն է։ Հայաստանում արհեստական բանականության գործարանի կառուցման համար ամբողջ հողատարածքն արդեն կա։ Սկսվել են շինթույլտվության աշխատանքները։ 2 ամսից Հայաստան կհասնի գրաֆիկական պրոցեսորների և սերվերների առաջին խմբաքանակը։ Իսկ ծառայությունները նախատեսվում է սկսել այս տարվա երկրորդ կիսամյակից։ Մխիթար Հայրապետյանը պարզաբանում է, գործարանում չիպեր չեն արտադրվելու, լինելու է ամպային ծառայություններ մատուցող հզոր կենտրոն։ Սարքավորումները կբերվեն Հայաստան և այստեղ կօգտագործվեն արհեստական բանականության համար բարձր հզորության հաշվարկներ կատարելու նպատակով։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում, որ այս ներդրմամբ մենք ունենանք, դա հարկային մուտքերն են պետական գանձապետարան։ Ես վերջերս առիթ ունեցա հանդես գալ հայտարարությամբ, ասելով, որ ես ինքս զերծ կմնամ նշել, թե քանի միլիոն, տասնյակ կամ 100 միլիոն գումար է որպես շահութահարկ ամբողջ ծրագրի իրագործման պարագայում գեներացվելու պետական բյուջեի համար, և ես առաջարկեցի դիմել ChatGPT-ի օգնությանը, վստահ եմ շատ քաղաքացիներ այդ վարժությունը արել են, չգիտեմ դուք դա արել եք և եթե արել եք ինչ թիվ եք ստացել, բայց ես խոստացա, որ դա շատ տպավորիչ թիվ է լինելու։ Հայաստանը քննարկում է նաև նոր արբանյակ կամ մի քանի արբանյակ ձեռք բերելու հնարավորությունը երկրի հեռավար դիտարկման և տիեզերալուսանկարահանման նպատակներով։ Նախարարն ասաց, որ հայրենական Հայասատ-2 արբանյակի ստեղծման համար կառավարությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն հարկային արտոնությունների ձևով։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։